Ընդդիմադիր պատգամավորն ասում ասեք ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել ինչ եմ ուզում մեր ժողովրդից։ Ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Ես ասել եմ բազմիցս, ոչ մեկ չի ասել, հետո իմիջիայլոց ոչ մի լրագրող հարց չի տվել, ասել եմ երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր, ոչ մեկ չի ասում, այդ ինչ ասցիր, այդ ոնց ասցիր, ոչ մեկ չի ասում, էսա, որովհետև մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք, սրանում է պրոբլեմը, եւ աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր, եւ դա պատճառը, որ աշխարհի մեր ընկալումը այն է, որ աշխարհը մի ծայրահեղ անարդար վայր է, իսկ կարող է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը, մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները, որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես եւ անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է, դու չես հասկանում ինչ են քո վրայով անընդհատ մեքենա քշում։ Եվ ասում ես, այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել, Աստված, ուր ես նայում Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես, որ դու հայտնվել ես մի տեղ, որտեղ որոշակի կանոններ կան, անցում կա, հոծգիծ կա, լուսացույց կա, եւ պետք է իմանալ այդ կանոնները վրաերթի չենթարկվելու համար։ Մենք ուզում ենք, որ մենք ճանաչենք աշխարհը։ Էլի երկու բան կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ Facebook-յան էջում։ Որովհետև այդ անդրադարձերը չեմ կարծում, թե արժանի են ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու։ Շնորհակալ եմ։